ժամանակ։ Հաջորդ հետաքրքիր թեման, որին ես ուզում էի անդրադառնալ, դա անցած շաբաթ հրապարակված մի շարք սոցհարցումներ են։ Իդեպ մի թեմայի ուզում եմ սկզբում ասել եւ դες ասած շարունակեցի փակեցի թեման, դա ուրեմն Լաս Վեգասում կալանքի տակ գտնվող դոգի թեման է Վարդան Ղուկասյանի։ Ես երեք էլ գրեի այդ թեման ինձ համար այլևս փակված է, գոնե ժամանակավորապես փակում եմ։ Չեմ անդրադառնում, ոչ թե ասենք իր հայոյանքներից եմ վատ զգացել կամ սպառնալիքներից։ Երեք էլ գրել էի, որ հայոյանքը ճիշտ վիրուսի նման է, սկզբում երբ լսում ես այդ հայոյանքը մի տեսակ վատ ես զգում, ցավը պատճառում քեզ, բայց մի քիչ որ այդ հայոյանքները շատ ես արդեն լսում, իմունիտետ ես ճարում, ճիշտ վիրուսի նման որ քո մարմնիդ մեջ այդպես ասած իմունիտետը առաջացնում, ինչքան էլ որ դոզան գնմավերը մեկ այլևս քո վրա չի ազդում եւ մի տեսակ այդ վակցինայի նման մեկ ազդեցություն է թողնում քո մոտ։ Հիմա մեզ մոտ այդ հայոյանքը նույնն է, սկզբում 2018 թվականին երբ գալիս էին Facebook-յան էջի գրառումների տակ հայոյում էին, շատ վատ էի զգում, ամիջապես ջնջում էի հանում, պես տեսնեք հիմա երբեմն չեմ էլ անում, որտեվ նաև երբեմն ծիծաղով եմ մոտենում դրանց, որտեվ գիտեք այդ հայոյանքը մի տեղից հետո որ անցնում է, այլևս այդ իմաստը չունի, ոչ հետաքրքրություն է ստեղծում, ոչ իմաստ է ստեղծում, ոչ ազդեցություն է թողնում։ Ընդհակառակը դառնում է զվարճանքի եւ ծիծաղի առարկա եւ ես հիմնականում դրանց այլևս ծիծաղով եմ անդրադառնում, կարծում եմ մի ժամանակ են նույն այդ մարդու հայոյանքները շատերի համար հաճելի էին, հիմա տեսնում ենք որ այդ հաճույքը չկա, այն փոքրաթիվ ագրեսիվ բանակ ունի, ինչպես Նիկոլի փոքրաթիվ ֆեյքերի բանակը, որոնք գնում են հարձակվում են այստեղ այնտեղ, փորձում են տելեգրամյան ալիքների, այդպես ասած սոցհարցումների վրա ազդեցություն գործել, իրենց տեխնացուն տանել առաջ, բայց մեկը ոչ մի նպատակ չի հետապնդում, արդյունքի չի հանգեցնելու։ Ես 3 գրառում եմ կատարել այդ մասին, եթե հետաքրքրված եք իմ տեսակետով, կարող եք գնալ իմ գրառումը կարդալ, այդտեղ ամեն ինչ ասված է եւ այդ մասին ուրեմն թեման փակված է։ Բայց մեկ խորհուրդ կտամ մեր լրատվամիջոցներին սոցհարցումներ անցկացնելու կապակցությամբ։ Եթե իսկապես նպատակ ունեք սոցհարցումներ անցկացնել, որպեսզի հասկանաք հաջորդ ընտրություններում ժողովրդի ցանկությունը ինչ է լինելու, կամ ժողովուրդը ինչպես է հակված ընտրություն կատարելու, որն է ժողովրդի այսօրվա ընդհանրապես ֆավորիտը կամ ցանկությունը, ճիշտ ձևի առաջնորդվեք։ Օրինակի համար Վարդան Ղուկասյանի անունը այդտեղ դնելը անիմաստ է։ Անիմաստ է այդ, որպես ասենք Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, մյուս Սամվել Կարապետյանին են նույնիսկ անիմաստ դնել, գիտեք ամենայն արգանքով, ինչու, որտեղ Սամվել Կարապետյանը հավանաբար տեխնատուների ցանկի մեջ չի լինելու, որտեղ որքան գիտեմ երկքաղաքացի է։ Երկքաղաքացի մարդը չի կարող Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալ։ Մարդ ով վշտակա բնակություն վերջի տարիներին չի ունեցել Հայաստանում, չի կարող Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալ։ Այդ երկու պայմանները պետք է ունենա, բացառապես լինի վերջին 4-5 տարվա ընթացքում բացառապես լիակած լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մշտական բնակություն ունեցած լինի Հայաստանում։ Ոչ Դոգը, ոչ Սամվել Կարապետյանը ամենայն արգանքով, ոչ Դոգի կապակցությամբ արգանքը նրան չէ վերաբերում Սամվել Կարապետյանին էր, այդ պայմանը չեն ռազմավար, նրանք ընդհանրապես ընտրական ցուցակների մեջ չեն կարող լինել, ելուր մնաց որ ընտրական ցուցակ գլխավորեն։ Նույնիսկ ասենք Դոգ կուսակցության նախընտրական շտաբի նախագահ Լևոն Բաղդասարյանն հայտարարեց, որ Դոգը կամ Վարդան Ղուկասյանը ոչ մի ցուցակի մեջ չի լինելու, ցուցակել չի գլխավորելու։ Հետաբար նրան որպես վարչապետության տեխնացու կամ մարդ, որին ժողովուրդը գնալու է ձայն տա ներկայացնելը, ծիծաղելի է եւ անիմաստ է։ Ուրեմն հետարքի պետք է լինի ճիշտ ձևաչափով կազմակերպեք սոցհարցումներ, ես կասեի ամենաճիշտ ձևը կլինի քաղաքական ուժերի անվան հիման վրա կազմակերպել սոցհարցումներ։ Եվ դրանից նեղանալու որից է բան չեմ կարծում մեկն ունենա, եթե մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք ճիշտ ձևով կազմակերպեք սոցհարցումները, որպեսզի սխալ ուղղությամբ չառաջնորդվեք եւ արդյունքները ճիշտ լինեն։ Օրինակի համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի, ես ճիշտ գիտեմ, դաշինք Սամվել մեր ձևով շարժում ԴՕԿ կուսակցություն, ես դեմել չեմ որ նրա անուն դրեն, ԴՕԿ կուսակցություն ինչ այդ անվատակ իրենք մասնակցել են եւ ինչ անուններ որ ուզում եք դրեք եւ դրա արդյունքները սոցհարցման արդյունքները հրապարակեք, որպեսզի տեսնենք արդյունքն ինչ է լինում, որը գիտեք լրիվորեն տարբեր արդյունք է տալու։ Ինչու է տարբեր արդյունք տալու, այդ մասի վկայում է ուրեմն Գելլափ հաստատության կատարած սոցհարցումը, որը թեև հետաքրքիր կետեր էր իր մեջ պարունակում, մի քանի օր առաջ հրապարակվեց, Արամ Նավասարդյանն դա ներկայացրեց, թե դրական, թե բացասական կետեր է իր մեջ ներառում, ես դրա մասին էլ ուզում էի ուրեմն անդրադառնալ։ Ինչ է հետաքրքիրը, ես մի շատ հատա վերլուծություն ներկայացնեմ այդ արդյունքների կապակցությամբ, որոնք այստեղ ես գրել եմ եւ պետք է փորձեմ ձեզ ուրեմն ներկայացնել։
Հետարքիր կերպով այդ սոցհարցման ժամանակ Գելապինը մի հետաքրքիր հարցում է, կարծում եմ առաջին անգամ համար, հույսով եմ, որ չեմ սխալվում, եթե սխալվում եմ իսկ կներեք, ներողություն նախապես, բայց կարծում եմ առաջին անգամ էր, որ այդ հարցում մտնել էր։ Որ քաղաքական գործիչներին եք ճանաչում։ Առաջին հայացքից կարող է ոչ մի այդպես ասած տարօրինակ բան չլիներ, բայց միանշանակ անիմաստ եւ ոչինչ չասող հարց է սա, որ քաղաքական գործիչներին եք ճանաչում։ Դրա արդյունքում, պատասխանների արդյունքում մենք ինչի ենք ուզում հանգել, այսինքն ինչ է տալու մեզ դրա հարցի պատասխանը։ Լավ, եթե հարցնում եք օրինակի համար այսինչ քաղբանդարկյալ համարում եք, թե չէ, դրա արդյունքում մենք ինչ-որ եզրակացության ենք հանգում։ Եթե ասում ենք քաղբանդարկյաններ կան, թե չկան, դրա արդյունքում պատասխանների արդյունքում ինչ-որ եզրակացության են գալի ժողովրդի տված պատասխաններից։ Եթե ասում ենք որ կուսակցությանն եք ձայն տալիս, տված ձայներից ինչ-որ եզրակացության են գալիս։ Բայց ուզում եմ հասկանալ խնդիրը ինչ է։ Այսինչ կուսակմարդուն ճանաչում եք, թե չեք ճանաչում, ինչ է տալիս։ Օրինակի համար ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը։ Լավ, Նաիրա Զոհրաբյանին ցուցակ գլխավորում է, որտեղ ներկայություն ունի իր ոճով, որ խոսում է, ձայնով, բանով, գիտեք հիմա այդ տեսակետից պիղ որոշակի խավ ամեն դեպքում իրան տեսնում է, նկատում է։ 91.9% ճանաչելիություն ունի, ժողովուրդ ճանաչում են։ Տարօրինակ ոչ մի բան էլ չկա այդտեղ։ Ժողովուրդը տեսնում է, ամենտեղ ներկայությունն է, падգամավոր է եղել տարիներ, իրեն ճանաչում են։ Օրինակ, հենց նույն Վարդան Ղուկասյանն ունի 90.7% ճանաչելիություն։ Նաիրա Զոհրաբյանից ավելի ցածակայնացիր է։ Էդմոն Մարուքյանը, որին շատերս հավանաբար այդքան էլ մարդու տեղ չենք դնում կամ այդպես ասած քննադատում ենք, այս պահին ունի այս սոցհարցումների համաձայն 84.5% ճանաչելիություն։ Արթուր Վանեցյան 82.2, Արմեն Աշոտյան 71.2, Արման Թաթոյան 63.1, Ալջանիկ Թևանյան 50.3, Էդգար Ղազարյան 37.9, Սուրեն Սուրենյան 36.1, Գուրգեն Սիմոնյան, գիտեք ով է, 30.1 եւ Հայկ Նահապետյան, հավանաբար ծանոթ եք եթերներ շատ է գնում 28.8։ Հիմա հետարքիր այս ցուցակի կազմվելն է։ Ինչ հիմունքով այս ցուցակը կազմվել։ Ես հիմնականում հարց ունեմ, չէ՞։ Այդ ուրեմն Գելապ հաստատության տնօրեն Արամ Նավասարդյանը շատ հստակ ասաց, որ այս ցուցակը իրենք են կազմակերպել, տրամադրել ժողովրդին հարց են տվել։ Այս ցուցակը ինչ հիմունքով է կազմակերպել, այսինքն ինչ նպատակ է հետապնդել։ Ինչու օրինակի համար այս ցուցակի մեջ կա Նաիրա Զոհրաբյանի անունը, բայց օրինակ Արման Աբովյանի անունը չկա, Արմեն Աբովյանի անունը չկա, ով միասին երկուսը եղել են, ասենքն Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի մեջ, կամ ասենք Գևորգ Պետրոսյանի անունը ինչու չկա։ Օրինակ եմ ասում։ Երեքն են նույն շրջանում եղել են պատգամավորներ, իդեպ նույն կուսակցության ցուցակով։ Կամ օրինակի համար Հրանտ Բագրատյանը բավական ակտիվ ներկայություն ունի սոցցանցերում, շատ ավելի շատ, քան այս մարդկանցից շատերից։ Ինչու իր անունը օրինակ ճանաչելիության մասշտաբով չեն հարցրել որից է մեկը։ Հրանտ Բագրատյանին քանի տոկոս մարդիկ են ճանաչում եւ ինչպես են վերաբերվում իրեն։ Օրինակ Էդգար Ղազարյանի անունը կա, դե գիտենք, բայց իր ընկերոջ Նարեկ Մալյանի անունը այստեղ չկա։ Ինչու օրինակ Նարեկ Մալյանի անունը չեն դրել ցուցակի մեջ, հարցնեն ճանաչելիության տեսակետից օրինակ որտեղ է կանգնած այս ցուցակի մեջ։ Ամենակարևորը Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, օրինակ որպես քաղաքական գործիչներ, որոնք քաղաքական գործունեության մի տեսակ հայտ են ներկայացրել, ինչու այս ցուցակի մեջ չկան։ Կամ օրինակի համար մի քիչ ավելի ես մեկում գնամ։ Օրինակի համար, եթե պիտի գնանք ավելի շատ քաղաքական գործունեություն ծավալած եւ ժողովրդի կողմից այդպես ասած ճանաչված դեմքերի վրա, օրինակի համար ինչու Հայաստան Դաշինքից որից է մեկի անունը այստեղ օրինակի համար չկա, ես ինչ գիտեմ։ Իշխան Սաղաթելյանի անունը չկա, Գառնիկ Դանելյանի անունը չկա, մյուսների անունները չկան։ Հիմա պատկերացրեք, եթե նրանց անունները լինեն, այս ցուցակը ամենայն հավանականությամբ բավական փոփոխություններ է կրելու այս երթականությունը, որ այստեղ մատնանշված է։ Հիմա միայն ճանաչելիության տոկոսը չի, որտեղ ճանաչելիությունը շեշտում են ոչինչ չի տալի։ Մարդիկ կարող են ճանաչված լինել, բայց բացասական առումով ճանաչված լինել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի անուն դնեք այս ցուցակի մեջ, Վագն Ալեքսանյանի անուն դնեք այս ցուցակի մեջ, Ալեն Սիմոնյանի անուն դնեք այս ցուցակի մեջ, ճանաչելիությունը կդառնա 100%։ Ով կա այսօր հասարակության մեջ, որ ասենք Ալեն Սիմոնյանին չի ճանաչում, կամ Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում, կամ Վագն Ալեքսանյանին չի ճանաչում։ Լավ, բայց հետո հարց եմ տալիս, հետո ինչ է։ Այսինքն որտեղ ենք ուզում հանգենք ճանաչելիության այդ հարցումը, որ ներկայացնում ենք, դրանից ինչի ենք ուզում հանգել։ Հավանաբար նպատակը եղել է հաջորդ հարցման շարունակությունը, որ այս մարդկանց, որ դուք ճանաչում եք, ինչպես եք որքան դրական եք
ուրեմն գնահատում նրանց գործունեությունը։ Այս կարևոր հարցում է, ինչու, որտեղ այդ դեպքում միանգամից Թաթոյանի տեղը փոխվում է, դառնում է ամենաբարձրը։ Թաթոյան 63.1% ճանաչելիություն ունի, բայց ժողովրդի 21.7%-ն է իր գործունեությունը դրական գնահատում, հիմա մի քիչ ավելի կետեր մասամբ դրական են գնահատում։ Օրինակ, դուք Վարդան Ղուկասյան 90.7% ժողովուրդ իրեն ճանաչում է, բայց այդ 90.7%-ից ընդամենը 16%-ն է իր գործունեությունը դրական գնահատում։ Իհարկե, հետո համեմատաբար դրականները, ես ճիշտ եմ մոտեցեմ 10-20 քանիեր, միասին դառնել 30%, դոգ էլի բարձրանում գալիս է վերը։ Եվ հենց այդպես շարունակ, այսինքն դրական գործունեություններն է, այդպես ասած, դրա շարունակության մեջ գալի։ Մի տեսակ ինձ համար իսկապես անհասկանալի է այս ցուցակի այս ձևաչափով կազմակերպելը, ես տեղ կարող եմ միայն մեկ նպատակ է տապնդել որոշ անունների, այդպես ասած, հասարակության մեջ արծարծելը, առաջ բերելը, ժողովրդի մեջ այնպիսի տպավորություն ստեղծելը, որ այս մարդիկ ճանաչելիություն ունեն, ժողովուրդը իրենց ավելի շատ է ճանաչում, հաջորդ ընտրությունների չանս ավելի շատ այս մարդկանց ինչ որ կարողանան համախմբում առաջ հասնել, բայց դե տեսեք ենք դրական, այսքան էլ դրական գործունեություն է ուրեմն ցուցաբերվում։ Թաքուն ես այդպիսի մի հատ նպատակ եմ հետապնդում, եթե չէ, որ ինձ համար որևիցե բացատրություն չունի օրինակի համար ցուցակի կազմակերպում։ Օրինակի համար Գուրգեն Սիմոնյան։ Ես ինչ մտածեցի, ով է, չէի ճանաչում ով է, հետո գնացի փորձեցի անունը մի հատ որոնում եմ համացանցում, դեմքի նմանությունից հիշեցի մի անգամ միտեղ հարցազրույցի ժամանակ միտեղ տեսել եմ։ Կամ շնորհապետական կուսակցություն, որ այս Գուրգեն Սիմոնյանի ստեղծած կուսակցությունն է։ Անունը չգիտեմ ձեզանից քանի տոկոսն են որ դուք լսել, բայց երբ օրինակ հարցում անցկացվում 30% ճանաչելիություն է այստեղ ձեռք բերում։ Այդ է որ ասում եմ, մի տեսակ գիտեք, այս թվերը որ ներկայացվում է, շատ լուրջ եւ խնդրահարույց եւ կասկածելի, այդպես ասած, թվեր են եւ հիմնականում նպատակն է կասկածելի, թե ինչ նպատակով են այսպիսի թվեր ներկայացվում եւ սոցիալչումներ կազմակերպվում։ Իդեպ չեմ ուզում ասել, որ թվերը սխալ են ներկայացված, այդպիսի ավարտություն չեմ կատարում, բայց ամեն դեպքում հարցադրումը շատ կարելի է այնպես կազմակերպել, որ դու կարողանաս անգեց քո ցանկացած ուրեմն նպատակին, ինչպես ասենք սոցիալությունների ժամանակ եթե ցանկանում ես Վարդան Ղուկասյանի անունը գա վերև, այդպես ներկայացնես, իր անունը դնում ես, մարդիկ ձայն են տալի առանց հասկանալու, որ հաջորդ ընտրություններին իրենք եթե դիմեն ընտրակենտրոններ ցուցակը տան, որ իրենք պետք է ընտրություն կատարեն, որքան էլ որ վերևից ցած այդ կուսակցությունների անունը նայեն, մեկը Վարդան Ղուկասյանի անունը չեն տեսնելու, որ այդտեղ ձայն տան։ Հիմնական այս ցուցակները այդպես, այսինքն դու մարդկանց անունները ես դնում այդտեղ, որտեղ այդպես հիմնականում չգիտեմ հիմա ինչ ձևավորման է։ Հուսում եմ ինչ ավելի շատ բացառություն կտրվի, որ ինչ նպատակով են այս անունները ուրեմն ներկայացվել։ Նույն սոցհարցման ժամանակ ուրեմն Գելապի նաև հարցում էր եղել, որ եթե հաջորդ շաբաթ ընտրությունների մասնակցեք, ինչպիսի ումերի ձայն կտաք։ Ուրեմն դրա արդյունքում ԿՊ-ն հավաքել է 16.5% ձայն, այսինքն այսօր ընտրություններ լինեին, քաղաքացիական պայմանագիրը կստանար 16.5% ձայն, մեր ձևով շարժումը կստանար 7.2% ձայն, Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կստանար 6.8% ձայն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավական վերև է եկել, նախկինում ընդհանրապես չկար այս ցուցակների մեջ, կստանար 4.5% ձայն եւ ԴՕԿ կուսակցությունը միանգամից իջնումացած դառնում է 3.8% ձայն։ Ինչ ասած ցույց տալիս է, մի տեսակ մեծով շարժման տոկոսներ բավական իջել են ցած, կարծում եմ չեմ ուզում շատ էլ այդպես ասած մտնել մանրամասնությունների մեջ, շատ բան ասում այս սոցիալական կազմակերպման նպատակները, որ ինչ է հետապնդում, ամեն ձևով, եթե իսկապես ճիշտ է, իսկ կարծում եմ մեծով շարժումը անելիքներ ունի, բայց ամեն դեպքում հիմա երկրորդ տեղում է կանգնած ամեն դեպքում։ Հիմա եթե գումարում ենք, ամեն դեպքում ասենք մեր ձևով շարժմանը եւ Ռոբերտ Քոչարյանի ձայները եւ Բարգավաճ Հայաստանի ձայները, եթե գումարում ենք այսօրվա տվյալներով շեմը անցնող կուսակցությունների, ամեն դեպքում ավելի բարձր են կանգնած ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայներից։ Հիմա այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում, որ այստեղ էլ կրկին հարցադրումը ճիշտ չի կատարվում։ Հիմա եթե Հայաստան դաշինքի մասին ենք խոսում, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի մեջ այս պահի մտնում է դաշնակցությունը, բայց ինչու է դաշնակցությունը օրինակ այս ցուցակի մեջից հանվում, բերում առանձին ներկայացում 1% ձայն ներկայացվում։ Եթե դուք Ռոբերտ Քոչարյանի ձայներն եք ուզում իմանալ ինչքան ունի, մի գրեք Հայաստան դաշինք, գրեք Ռոբերտ Քոչարյանի ձևավորած դաշինք, այսինքն հիմա ապագայում ինչ կլինի դա, կարող է հիմա այդ ձայները ավելի բարձրանան, կարող է ավելի կանցած։ Սա է կլինի, դա կլինի ճիշտ ձևաչափ, որովհետև եթե գրում եք Հայաստան դաշինք,
Այսօր Հայաստան դաշինքում ազգային ժողովում նստած 70-80% պատգամավորները դաշնակցականներ են, այսինքն դաշնակցությունը հիմա Հայաստան դաշինքը ձևավորող հիմնական բաժինն է։ Ինչպես կարելի է նրան հետո մի հատ էլ առանձին դաշնակցության տոկոսները բերել դուրս տնել։ Եթե պիտի ավելացնել, հիմնականում դաշնակցության տոկոսներ պետք է բերել, այստեղ ավելացնել, ուրեմն ասենք Հայաստան դաշինքի ուրեմն ձայների վրա։ Իսկ ամենահետաքրքիր արդյունքը, որ այստեղ տալիս է, հենց այն էր, որ իսկ քիչ առաջ ասեցի, ճանաչելիությունը ընտրությունների ժամանակ մեզ ոչինչ չի տալիս, որտեղ օրինակի համար, եթե խոսք ասում են Վարդան Ղուկասյանին ճանաչում եք, թե չէ, մարդիկ ասում են այո, 97% ասում են մենք Վարդան Ղուկասյան դոգին ճանաչում ենք։ Շուրջ 16.1%-ն դրական է գնահատում, այսինքն 28 քանիսն էլ համեմատաբար դրական էին համատում, եթե ուզենք այդպես կլորացնենք, մոտավորապես 30% ժողովուրդն էլ իր գործունեությունը դրական է համարում։ Բայց երբ գալիս է ընտրությունների ժամանակ, ձայն տալու ժամանակ, ԴՕԿ կուսակցությունը, որ մասնակցելու ընտրություններին եւ չի լինելու Վարդան Ղուկասյանը ամենայն դեպքում, միանգամից ձայների տոկոսը իջնում է 3.8-ի, այսինքն 90% ճանաչելիությունը, շուրջ 30% դրական վերաբերմունքը դառնում է 3.8%։ Սա է հիմնականում ճանաչելիության եւ ասած ընտրական process-ների տարբերությունը։ Հետաբար ես կարծում եմ այդ ճանաչելիությունը լրիվորեն անիմաստ է, ես խորհուրդ եմ հայոց անգամ դա չանել, եթե դա իսկապես չեն անում որոշակի ուրեմն նպատակներով, նկատակ ունենալով հիմա չեմ ուզում այդպես գնալ դավադրապաշտական տեսությունների մեջ, բայց գուցե ինչ-որ կերպով այդ primary-ի համար հող պատրաստելու ինչ-որ բաների նպատակ կա նաև այդտեղ։ Ուրեմն ԿՊ 16.5, մեր ձևով 7.2, Հայաստան դաշինք 6.8, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 4.5%։ Որքան էլ որ փորձ կատարվի սոցիալություններով այլ արդյունքներ ներկայացնել, ես սոցիալությունների այս բաժինը համեմատաբար կարծում եմ ճիշտ եմ գնահատում, որտեղ տրամաբանության սահմաններում լրիվորեն այս ձևով տեղավորվում է։ Մի բան էլ ուզում եմ հիշեցնել, որպեսզի ընտրությունների կապակցությամբ բոլորդ հիշեք եւ դրա մասին շատ քիչ է խոսվում, շատերդ հավանաբար չգիտեք այս մասին, բայց ես ուզում եի հիշեցնել, որպեսզի սրա մասին պիտի խոսել եւ զգուշ լինել, որպեսզի սխալ եզրակացությունների չհանգենք։ Այս պահին գործում է Հայաստանի Հանրապետության ուրեմն ընտրական օրենսգիրքը, որը նախկին օրենսգիրքն է, գործել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Այս օրենսգիրքի համաձայն կուսակցությունների համար ազգային ժողով մուտք գործելու շեմը 5% է, այսինքն 5% ձայն հավաքած կուսակցությունը կարող է մտնել ազգային ժողով եւ մանդատ ստանալ։ Դաշինքների դեպքում անկախ նրանից թե քանի կուսակցություններից կազմակերպված կլինի այդ դաշինքը 7% է։ Այսինքն դաշինքը 7% բերի, կուսակցությունը 5% մտնում են ազգային ժողով, այդ ձևաչափով ազգային ժողով մտան, ասենք Հայաստան դաշինքը եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը, իսկ օրենքի ուժով, քանի որ 3 կուսակցություններ անպայման դիմադրներ պետք է լինեն, արդեն 3-րդ տեղում գտնվում էր պատիվ ունեմը եւ կարողացավ թեև շեմը չէր անցել, բայց մտնել ազգային ժողով։ Եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, այս ձևաչափն է գործելու, այսինքն նույն այս թվերն են մնալու։ Եթե Նիկոլը մինչև 2026 թվականի ընտրություններ չսպասի 26 թվականի ընտրություններին եւ արտահերթ ընտրություններ անցկացնի, կուսակցությունները 5%-ով, դաշինքները 7%-ով կարող են մուտք գործել ազգային ժողով։ Իսկ եթե արտահերթ չլինի, հասնենք 2026 թվականի հերթական ընտրություններին, վավերացված նոր օրենքով 2026 թվականի հերթական ընտրություններում գործելու է արդեն ընտրական նոր օրենսգիրքը, որի համաձայն կուսակցությունների շեմ իջեցվել է 4%-ի, այսինքն կուսակցությունները ոչ թե 5% կարիք ունեն, այլ 4% ազգային ժողով մուտք գործելու համար, այսինքն Նիկոլ Փաշինյանը մի քիչ փորձել է նաև իր համար հեշտացնել, եթե հանկարծ քիչ տոկոսնաբերում կարողանա մուտք գործել, նաև այդպես ասած մանր-մունր գրպանային ընդդիմությանը օգնի Հանրապետություն, Արման Բաջաջանյան, մյուսներին օգնի, որպեսզի կարողանան ազգային ժողով մուտք գործեն, Արամ Զավենիչ, Արման Բաբաջանյան, 4%-ներ նրանց համար ապահովի կարողանան մտնել, հետո են ներշում դաշին կազմեն, իսկ կուսակցությունների դեպքում խոշոր փոփոխություն է տեղի ունեցել եւ չափազանց դժվարացել է դաշինքների մուտքը ազգային ժողով։ Եթե դաշինքը լինի 3 ուժից բաղկացած, մինչև 3 ուժ, պահանջվում է 8.4%, նախկինում 7% էր, 7%-ը 1.4%-ով ավելացել է, 8.4% պահանջվում է, որպեսզի դաշինքը մտնի ազգային ժողով, եթե 3 կուսակցություններից է բաղկացած, իսկ եթե համախմբում լինի, այսինքն
այն primary-ի տեսքը, եթե իմը տեղի ունենա եւ կուսակցությունները, դաշինքները բոլորը իրար միանան եւ փորձեն մեկ տեխնացիով հանդես գալ, արդեն 10%-ի կարիք կա։ Այսինքն 10% պետք է կարողանա 3-ից ավել, 4-ից ավելի, 4 եւ 4-ից ավելի կուսակցություններից ձևավորված դաշինքը 10%-ի կարիք ունի ազգային ժողով մուտք գործելու համար, որը չափազանց դժվարացնում է, ասենք, ազգային ժողով մուտք գործելու համար դաշինքների ուրեմն հնարավորությունները։ Սա էլ Նիկոլի այդ խաղերից էր, որը խաղաց ուրեմն ընտրությունների ուրեմն հաջորդ ընտրություններից։